Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մենք ազգով մեկ հիշում ենք 24 ապրիլի ցեղասպանության օրը Օսմանյան կայսրությունը, որ կատարեց մեծ ցեղասպանություն 19-րդ դարում։ Իրենք իրենց սև գործը միշտ կատարել են թե մեր հանդեպ, թե հույների հանդեպ, թե բուլղարների հանդեպ, տարբեր ազգերի հանդեպ։ Այսօր ցավոք սրտի չկարողացա լինել Եռաբլուրում, որ հավանդական մենք մեր թմով, մեր կուսակցական ընկերներով բարձրանում ենք։ Այսօր ես Ֆրանսիայում եմ ու մեր հայկական եկեղեցու ես մոմ եմ վառում ու հիշում մեր ցեղասպանությունից տուժված հայրենակիցների համար, աղոթում այս դաժան արարքների համար, որ Օսմանյան Թուրքիան կատարեց մեր ժողովրդի հանդեպ։ Ու ասեմ, որ մենք շատ փառքով ենք տանում այս ցավը, մեզ ուժեղացնում է ու միասնական ուժ է տալիս, որ մենք այսօր իրար հետ ենք, որ աշխարհի բոլոր ծայրերում այս օրը մենք հիշում ենք եւ չենք մոռանում մեր նախնիների արած հերոսական քայլերը, որ պայքարել են, մենք այսօր գոյություն ունենք որպես հայ ազգ։ Մենք շատ ուժեղ ժողովուրդ ենք, որովհետև շատ ազգեր ոչնչացան, գնացին այս աշխարհի երեսից ու չունեն պետություն։ Մենք ունենք այսօր պետություն, մենք հպարտ ենք, որ ունենք Հայաստան, մենք հպարտ ենք, որ ունենք խոշոր սփյուռք, մենք հպարտ ենք, որ միասնական ենք, մենք հպարտ ենք, որ կարող ենք պայքարենք ու չենք կարա մոռանանք այսօր, որ ժամանակակից կյանքով ապրող Թուրքիան չի ուզում մինչև վերջ ճանաչի իրենց նախնիների արած խոշոր ցեղասպանությունը տարբեր ազգերի դիմաց։ Մենք կորցրել ենք միլիոն կեսից ավել ժողովուրդ ու իրենց թողած շարունակող ազգի էակն ենք մենք այսօր, որ փառքով ենք տանում այդ ցավը ու ուժեղ դիմանում ենք ու պայքարում ենք, կրկին անգամ ասենք, որ մենք իրար հետ ենք, աշխարհի որ ծայրը լինենք, գնում ենք հիշատակը հիշում ենք ու ասում ենք, որ պետք է ցեղասպանությունը չշարունակվի, ամենավատն այն է, որ իրենք իրենց պատիժը մինչև վերջ չեն տեսել։ Աշխարհը կույր է, աշխարհի խոշոր երկրները մենակ շահերի հետև են ընկնում, իրենց շահերն են պաշտպանում։ Ամերիկայի նախագահ ժամանակին Վիլսոնը ճանաչեց մեր տարածքային Հայաստանի տարածքը ու առանձին որպես անկախ պետություն, դրանից հետո բոլշևիկները իրենց սև գործ արեցին ու մենք երկար տարիներ մնացինք Սովետական միության կազմում ու նույնպես փառքով պահեցինք մեր զոհվածների հիշատակը։ Այսօր ամենակարևորը, որ մենք կարողանանք լինենք իրար հետ միասնական ու չթողնենք կրկնեն։ Մենք Արցախի կորուստ ունեցանք, մենք խոշոր զոհեր ունեցանք,
մենք պետք է այսօր աղոթենք մեր զոհերի համար, իրենց ծնողներին քաջառողջություն ու ամփիլություն ցանկանանք ու չթողնենք կրկնվի այս վիշտը։ Շատերը մենակ իրենց պաշտոնների մասին են մտածում, չեն մտածում, որ այս մեծ ցավը, մեծ կորուստ է, մենք պետք է չմոռանանք ցեղասպանությունը։ Ինչ իշխանություն գա կապ չունի։ Մենք պետք է պահանջենք, պահանջող լինենք, որ չթողնենք կրկնվի ցեղասպանությունը։ Այսօր հрьяաները, որ տեսան խոշոր ցեղասպանություն, այսօր իրենք շարունակում են ցեղասպանությունը։ Ես քննադատողը չեմ, քննադատողը Աստվածն է, ես Աստծո գործը չեմ անում, ասած իրենց բոլորին իրենց առանց գործերի համար իրեն պատասխանը տալիս է, բայց մենք պետք է բոլոր միջազգային դռները չթողենք փակ մեր համար, պետք է մինչև վերջ պայքարենք, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը եւ մենք վերադարձնենք մեր արևմտյան Հայաստանը։ Իմ միակ նպատակն է, որ կարողանանք մենք վերադարձնենք մեր նախնիների հողերը, տները, իմ տատու, իմ պապու տները, Ղարսում, որ մնացել է։ Այսօր վայելում են, չգիտեմ ով, մեր հողերը։ Այս ամեն ինչը երազ չէ, այս ամեն ինչը եղել է իրականություն, բայց մենք պետք է պայքարենք դրա համար։ Հավատացեք, այսօր Թուրքիան այդ Թուրքիան չէ, որ Օսմանյան Թուրքիայի ժամանակ, Օսմանների ժամանակ հզոր է եղել, կարողացել է իրեն սև գործը անել, բայց այսօր ինքը շատ թշնամիներ ունի։ Եթե մենք իրենց թշնամիների հետ միանանք, հաստատ կհասնենք մեր նպատակին։ Շատերը աչքները փակում են, բայց մենք չենք կարող փակել։ Ես ասել եմ ու կասեմ, ես պահանջող եմ, ես ձեզանից մեկն եմ, մեր ազգը պետք է միշտ պահանջի, մենք բոլորով մենք իրար հետ պետք է պահանջենք։ Եթե պահանջող չլինենք, Օսմանյան են մնացած, թողած իրենց մասնիկները, այտենց էլ ասում եմ, կշարունակեն իրենց սև գործը։ Այսօր իրենց ղեկավարը աշխարհով մեկ հայտարարում է, որ իրենք իրենց սև գործը կատարում են տարբեր ժողովրդի հանդեպ։ Ու ինչ ուզում են անում են։ Այսօր բոլոր հարևան երկրների հետ իրենք վիճաբանության մեջ են, պատերազմի մեջ են։ Ոչ մի դաշնակից լավ ընկեր չունեն, բացի մեր թշնամի Ադրբեջան կոչված հանրապետության հետ, որը իրեն այսօր սև գործը արել է ու խաղաղություն է պահանջում ու մենք էլ հանգիստ ընդունում ենք։ Իրենց զինվորները մինչև հիմա գտնվում են մեր տարածաշրջանում։ Դուրս չեն եկել։ Մեր հերոսները, մեր ժողովուրդը գտնվում են իրենց բանտերում, չեն ազատվել, մինչև չազատվեն, մինչև մեր տարածքից դուրս չգան, ոչ մի խաղաղություն չի լինի մեր թշնամիների հետ, հավատացեք։ Ես մեր ազգին սիրում եմ, մեր պետությանը հարգում եմ, մեր ժողովուրդը պատվով պետք է ամեն ինչը տանի ու հաղթական ժողովուրդ ենք մենք, պետք է հաղթող լինենք ամեն ինչի մեջ։ Համբերություն մեզ ու հաղթանակ ամեն ինչի մեջ, ժողովուրդ ջան, լավ լինեք, առողջ լինեք ու միասնական լինենք իրար հետ միասին, ամենայն բարիք, իրար հետ միասին։